Հայրաքելական եկեղեցու Արագածոտնի թեմում վարույթային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ են կատարվում։ Հայտնում են քննչական կոմիտեից անդրադառնալով հոգևորականների ձերբակալություններին և խուզարկություններին, որոնք կատարվում են այսօր առավոտից։ Իշխանական կամ ծառայական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքի մասնակցելու կամ հավաքի մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում կատարվում են վարույթային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները։ Նշված է այս մասին քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ Այսօր վաղ առավոտից Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Սրբազանից բացի ձերբակալվել են նաև Արագածոտնի թեմի ևս 5 քահանա և աշխարհիկ անձինք։ Քրեական ոստիկանները Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներգրված 11.5 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել, 4 անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ-ից։ Հոկտեմբերի 11-ին ձերբակալվել են Երևանի բնակիչներ 43 և 35 տարեկան տղամարդ և 39-ամյա մի օտարերկրացի։ 35-ամյա տղամարդը և օտարերկրացին իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են քննչական վարչություն։ Նշված է հաղորդագրությունում, նաև ասվում է, որ 35-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել է թմրամիջոց պարունակող 3 փաթեթ։ Գործարար Սամվել Կարապետյանի 3 սկսված և գիշերն ընդհատված խափանման միջոցի որոշման դատական նիստը կշարունակվի այսօր ժամը 15:00-ին, այս մասին ասել է պաշտպան Արամ Վարդևանյանը։ Դատական նիստը մեկնարկել էր ժամը 18:00-ին և ընդհատվել գիշերը ժամը 2-ին։ Նրա խոսքով երեկվա դատական նիստը սկսվել է 20 րոպե ուշացումով, քննիչը միջնորդություն ներկայացրեց, եթե դա կարելի է իհարկե ներկայացնել եզրույթով ասել, քանի որ նա պարզապես կարդում էր միջնորդություն, որը ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։ Այս իմաստով մեր աշխատանքը կրկնակի բարդանում է, երբ դու գործ ունես իրավաբանության հետ, դա մեկ այլ պատմություն է։ Այստեղ կարող էին կարդալ անգամ Մխիթար Գոշի դատաստանագիրքը, որը շատ ավելի օգտակար կլիներ, նշում է պաշտպանը։ Բաքվի դատարանը տնային կալանք է սահմանել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մեհդիևն այդ պաշտոնը զբաղեցրել է 24 տարի և պատվավոր կերպով ազատվել է Իլհամ Ալիևի կողմից 2019 թվականին։ Նրան մեղադրանքի առաջադրվել 3 հոդվածով՝ իշխանությունը զավթերուն ուղղված գործողությունների, պետական դավաճանության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացման համար։